Բարաշինի 10-51 ընտրատեղամասի քվեարկությունը անվավեր են ճանաչել։ Դուք կողմ եք այդ որոշման հետ։ Պահանջում եք վերաքվեարկություն անցկացնել։ Այո, մանավանդ ես այնքան բան ունեմ պետության դեմ։ Ինչու՞։ Որտեւ մեր երեխան 6 տարյա չկա։ Այդ մասին ով պետք է մտածի։ Ես որ շատ բան ասեմ, վատ կլինի։ Տներիք էլ չեմ ուզում ավել։ Ինչը դեպքի հետ է կապված։ Պատերազմի հետ 44 օրյա պատերազմին է մասնակցել։ Դառնելու բանա ծնողը ոնց դիմանա ու գնա նորից իրան ընտրի։ Ճիշտ է, չէ՞։ Այսինքն անհետ կորած է համարվում, որևէ տեղեկություն չունեք։ Իսկ նաև բողոքի ակցիաներ են իրականացնում, դիմում են ԱԱԾ տնօրենին, դիմել եք դուք։ 6 տարի է, նույն բանը կրկնվում է։ Եվ հույսել չունեմ, որ սրանք ինչ որ բան կանեն այս ծնողներին հանգստացնելու համար։ Այդքան բան։ Այլ կառույցների դիմել եք։ Ամեն տեղ ինչ մտքով տանցնի։ Ինչ են պատասխանում, բայց։ Ինչ պետք է ասեն, եթե մեր երկրի ղեկավարը չի մտածում, ով պետք է մտածի, ուրիշը մեր համար կմտածի, չհավատաս։ Այդքան բան ազուս։ Չեմ ուզում էլի շատ խոսամ։ Կներես։ Եղավ, մեզ էլ կներեք։ Ցավա, որ մենակ ես եմ զգում։ Ոչ մի լավ բան չկա մեր երկրում։ Ես էլ Նախիջևանից փախած եմ։ Ինչքան կարելի է ասենց։ Ոայ, ես ընդդարդելիս իր աղջիկս, չգիտեմ։ Ոչ մի լավ բան չեմ սպասում դրանից, ոչ մի լավ բան։ Իսկ այլ թեկնածուների հետ դուք հույս կապում եք։ Ոչ մեկի հետ, արզ ասեմ, իմ ցավը իմ մեջ է, ես իմ մեջ եմ, տարապում եմ, չգիտեմ, կլնի չինի, դա հարցա։ Մենակ թե այն վիրավորականը, որ ընտրելուց իրան լավ ընտրեցին, անավանդ գնացող տղաները իրան էին պայքարում բերեցին, իրանց համար ոչ մի բան չի անում, չգիտեմ։ Բայց երբ պատերազմի ժամանակ կորավ ձեր տղեն, դրանից հետո օրինակը կան, որ զանգել էին, ձեզ նման զանգ տեղեկություն։ Ոչ մի բան, ոչ մի բան, իրանք մեզնից են տեղեկություն ուզում։ 27-ին, 26-ին առ այսինքն խոսացել ենք այդ արարչը։ Հոկտեմբերի 26-ին։ Ինչ է ասել։ Սեպտեմբերի, հենց առաջ։ Սեպտեմբերի 26-ին, այո։ Ոչ մի բան չի ասել, բաբ ոնց որ ստեղ կրակոցները, պապան էլ ասեց կան, չէ բակաս, չէ, բանել մանցավ։ Հիմա մենակ եք ապրում, միայնակ եք ապրում։ Չէ, կան, 93 տարեկան մամա ունեմ, բայց ինքն էլ ատառակում։ Ձեր միակ երեխան է եղել։ Թորն է երեխան։ Հա, ձեր թորն է եղել, հա։ Այո, միակ։